Արդյոք ձեր բույսերը, ձեր գեղեցկուհիները չեն սպառնում ձեր փոքրիկ երեխայի կամ ընտանի կենդանու առողջությանը։ Այս հրատապ հարցի մասին է, որ ձեր իսկ խնդրանքով այսօր ուզում եմ կիսվել եւ պատմել այն բոլոր բույսերի մասին, որոնք իսպառ պետք է վերացնել ձեր բնակարաններից, եթե այնտեղ կա փոքր երեխա կամ ընտանի կենդանի։ Մենք հաճախ բույս ենք գնում կամ նվեր ենք ստանում, ուրախ բերում ենք տուն, առանց իսկ մտածելու, որ դրա հյութը կարող է վտանգավոր լինել։ Եկեք այսօր խոսենք այն ամենատարածված գեղեցիկ բույսերի մասին սենյակային, որոնք վտանգավոր են եւ կարող են լուրջ վնասներ հասցնել մեր երեխաներին կամ ընտանի կենդանիներին։ Եվ սկսենք Դիֆենբախիայից։ Սա ամենագեղեցիկ բույսերից մեկն է, որը շատ լավ մաքրում է օդը, սակայն նրա հյութը պարունակում է կալցիումի օքսալատի բյուրեղներ, որոնք համեմատում են միկրոսկոպիկ նետերի հետ, այսինքն դրանք երբ անցնում են կոկորդը, այրվածքներ են առաջացնում եւ նույնիսկ հնում նրան անվանում էին համր բույս, որովհետև եթե մարդը ուտում էր ցողունից մի փոքր, ապա ինչ որ ժամանակ կորցնում էր խոսելու ունակությունը։ Հյութը նաև կարող է ալերգիկ լինել մաշկի համար։ Նույնը կարելի ասել նրա քույր բույսի մասին, որը ագլաունեման է, սակայն բարեբախտաբար այս բույսերի առաջացրած վտանգները ծայրահեղության չեն տանում, մահ չեն առաջացնում եւ կարելի է բուժել փսխումը, նաև փորլուծը, որ առաջանում է բույսի պատճառով, կարելի է բուժել։ Ինչը չի կարելի ասել հաջորդ բույսի մասին, որ քիչ հետո ես կպատմեմ, իսկ մինչ այդ ովքեր նոր պատահաբար միացան մեր ալիքին, խորհուրդ կտամ բաժանորդագրվել, որովհետև շատ հետաքրքիր նյութեր կան եւ շատ օգտակար, իսկ մշտական հետևորդները չմոռանան լայքերի մասին։ Հիմա բնականաբար հարց կառաջանա, եւ դուք չէիք, որ ասում եք ագլաունեման ու Դիֆենբախյան համար առաջին սանիտարներն են ինտերիերում ֆորմալդեհիդից եւ բենզոլից մաքրելու։ Իհարկե, այս ամենը կա բոլորիս տանը, անխտիր բոլոր ինտերիերներում, եթե կա կահույք, եթե կա տեխնիկա, կա նաև ֆորմալդեհիդ եւ կա բենզոլ, որոնք վնասական են օրգանիզմին։ Իսկ այս բույսերը ավելին ասեմ, նաև արտազատում են ֆիտոնցիդներ, որոնք պայքարում են հիվանդությունների հարուցիչների դեմ, բացի այդ տալիս են շատ մեծ քանակությամբ թթվածին։ Այո, սիրելիներս, այս ամենը ճիշտ է։ Սակայն խոսքը վերաբերում է բույսին, եթե մենք նրան ձեռք չենք տալիս, իսկ եթե կտրում ենք, տեղաշարժում ենք, տեղափոխում ենք, հյութը դուրս է գալիս, ապա բնականաբար պետք է զերծ մնալ այս ամենից։ Հակառակ դեպքում, եթե դուք ստիպված եք այդ գործողությունը անել, նույնիսկ ձեզ մեծերի դեպ խորհուրդ տալիս օգտագործել ձեռնոցներ, հետո դրանք նետել պարզապես։ Հայաստանում այսքան տարածված դափնե ծառը, որը մեզանում ավելի շատ հայտնի է որպես օլեանդր, աշխարհի ամենավտանգավոր բույսերից է, որ մենք հաճախ պահում ենք մեր բնակարաններում։ Մի հետաքրքիր պատմական փաստի մասին ասեմ, 1809 թվականին Նապոլեոնի զինվորներից մի խումբ Մադրիդի ճակատամարտի մոտ մահացավ ոչ թե մարտի դաշտում, այլ խորոված ուտելուց։ Այո, խորոված։ Նրանք միս էին հայթայթել եւ առաջին պատահած ծառից կտրեցին հաստ ցողունները, որպես շամփուր օգտագործելու։ Ուտելուց հետո զինվորների մի մասը ընդհանրապես քնից չարթնացավ, իսկ մյուս մասը երկար ժամանակ տառապեց թունավորումից։ Իդեպ, այս բույսը այրելիս նույնիսկ ծուխն է թունավորում առաջացնում։ Բանն այն է, որ օլեանդրի բոլոր մասերը, սկսած արմատներից, վերջացրած գեղեցիկ ծաղկաբույլերով, պարունակում են ցողունով միաժամանակ, պարունակում են սրտային գլյուկոզիդներ, մասնավորապես կոչվում է օլեանդրին, այդ գլյուկոզիդը, որը կարող է սրտի կանգ առաջացնել։ Եվ բացի այդ հյութը, եթե մենք ներս չենք ընդունում, չենք ուտում, այլ քսվում է մաշկի վրա, կարող է առաջացնել այլվածքներ եւ քոր։ Հիմա ինչ պետք է անել։ Եթե
ուզում եք անպայման պահել այս բույսը, ես նույնիսկ մեծերին խորհուրդ կտամ աշխատելու ժամանակ դե այնտեղ տեղափոխություն կա, դեղին տերևներ կտրել կա, բազմացում կա, անպատճառ օգտագործել ձեռնոցներ եւ սեկատր, այսինքն բաց ձեռքերով այս բույսի ոչ մի օրգանին, սկսած արմատներից մինչև գեղեցկագույն ծաղիկները, որ լինում են տարբեր գույների, մորեգույն, դեղին, սպիտակ, կարմիր, ընդհանրապես ձեռք տալ չի կարելի։ Իսկ որպես բույս այն կարող եք տանը ունենալ եւ ամռան ընթացքում հանել բաց օդ, որտեղ բույսը իրեն շատ ավելի լավ է զգում։ Այ այսպես սիրելիներս։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար նախատեսել էի այսքանը, կարծում եմ թեման շատ կարևոր է եւ կօգտագործեք իմ խորհուրդները, իսկ ես սիրով կսպասեմ ձեր հարցերի, գրեք նաեւ այս բույսերից իմ թվարկած, որը ունեք ձեր տանը, եթե երեխա չկա եւ կենդանի չկա, մի շտապեք դրանցից ազատվել, որովհետեւ իսկապես դրանք օգտակար բույսեր են։ Հիմա բնականաբար կհարցնեք, լավ, իսկ կան բույսեր, որ կարելի է պահել անվնաս տանը, եթե երեխաներ եւ կենդանիներ կան։ Իհարկե կան, դրանք բազմազան են, սակայն ամենալավը, ամենաբարին, ամենակիչ վնաս տվողը եւ հրաշալի օդը մաքրողը, թթվածին տվողը քլորոֆիտում կոչվող բույսն է, անպայման ունեցեք։ Արեկաներ կարող եք ունենալ, պալմաների տեսակներից է, օրքիդեաների ֆալենոպսիս տեսակը, պտերը, պապռետնիկ մեզ շատ հայտնի եւ իհարկե հիպոէսթեսները։ Դե ինչ, այսօրվա համար այսքան, օգտակար բույսերի մասին